Ողջ գիշեր ավելի քան 10 ժամ տևած դատական նիստից հետո դատարանը որոշել է 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահին։ Ռոբերտ Քոչարյանը 7 ժամ դատական նիստին մասնակցելուց հետո լուսաբացի բժիշկների ցուցումով նորից տեղափոխվել է հիվանդանոց։ Երկրորդ նախագահի սիրտը 2 շաբաթ առաջ է ստենդավորվել։ Ներկա բժիշկների ցուցումով որոշվեց, որ հայրս պետք է հիվանդանոց գնա, բայց փաստաբանները մնալու են եւ նիստը շարունակվելու է։ Այսքան է։ Դե նույնն է, ինչով որ ինքը հիվանդանոցում էր, քանի անգամ արդեն ասվել է, այդ նույն մասով բժիշկները ճիշտ համարեցին, որ հիվանդանոցում լինի ինքը հիմա, այլ դալիճում չգտնվի։ Ավելի վաղ կալանավորվել էր նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին Սեթրակ Քոչարյանը։ Նրանց դեմ բացված գործով անցնում են մոտ 1 տասնյակ անձինք, այդ թվում նաև նախկին պաշտոնյաներ։ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի նկատմամբ ընտրվել է երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը։ Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին։ Բայց դու գիտեք դա ինչի եք անում, որ հետո վերցնեք։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահին առնչվող քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է սկսվել նաև մեկ ընտանիքի մի քանի անդամների նկատմամբ։ Այս հարցին ազգային ժողովի ամբիոնից անդրադարձել է Հայաստան խմբակցության падգամավոր Ագնես Ախամոյանը, ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ ձերբակալված կանանցից մեկը 3 անչափահաս երեխաների միայնակ մայր է, իսկ նրանց խնամքով զբաղվող բոլոր մերձավոր հարազատները նույնպես զրկված են ազատությունից։ 3 մի կնոջ են ձերբակալել, որը 3 անչափահաս երեխաների մայր է եւ հրաշալի նորություն ունեմ ձեզ համար, տեսակցությունները բաց է ժողովուրդ։ Այդ կնոջ տեսակցությունները բաց է, բայց մի փոքր խնդիր կա այստեղ։ Այդ կինը ամուսին չունի։ Հիմա հարց եմ տալիս ձեզ, ով պետքա պահի այդ երեխեքին։ Դուք ասեք տատին թող պահի այդ երեխեքին։ Տատին էլ են կալանավորել։ Կարող եք ասել մորքուրը թող պահի, մորքուրին էլ են կալանավորել։ Իդեպ մորքուրի եւ մոր տեսակցությունները փակել են։ Կասեք պապին թող պահի, պապին է տնային կալանք են տվել։ Այրաթոր Սուրբ Էջմիածնում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի նախագահությամբ կայացած Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված ժողովը խստորեն դատապարտել է Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերջին շրջանում հակաեկեղեցական հռետորաբանությունն ու եկեղեցու դերը նսեմացնելուն ուղղված միտումնավոր քայլերը։ Հոգևոր բարձրագույն դասը տարակուսելի եւ անընդունելի է համարել ազգային ժողովի ամբիոնից հնչող շինծու մեղադրանքները, որոնցով փորձ է արվում եկեղեցին թիրախավորել որպես օտար ազդեցության գործակալ կամ անվտանգության սպառնալիք։ Միաժամանակ կամայականորեն միջամտելով կառույցի ներքին կանոնակարգային ու ինքնավար հարցերին։ Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրել է, որ նման քաղաքականությունը հանգեցնելու է հանրային նոր պառակտումների, մինչդեռ հայոց եկեղեցին անսասան է մնալու ազգային միասնությանն ու պետական շահերի պաշտպանության իր առաքելությանը։ Ճամբարակից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվորի վրա երթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է Զորամասի գումարտակի շտաբի պետը, հայտնել է Արմլուրեյեմը։ Քննչական կոմիտեն ըստ էության հաստատել է ձերբակալման մասին Արմլուրի տեղեկությունը, սակայն չի հստակեցրել ով է ձերբակալվածը։ Պարզվել է, որ զինվորները Զորամասի ճաշարանում բարձր զրուցել են։ Շտաբի պետը նրանց պատժելու նպատակով որոշել է դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վազեցնել, ինչը օրենքով սահմանված բանակային կանոնակարգում սահմանված չէ։ Իրավապահները ձերբակալելով Զորամասի գումարտակի շտաբի պետին չեն բացառել նրան կալանավորելու համար միջնորդություն ներկայացնել դատարան։ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում կայացել է զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրական հարաբերությունների կանխարգելման ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը։ Գործադիրի որոշմամբ ստեղծված նման ձևաչափի հիմնական առաքելությունը բանակում առկա արատավոր երևույթների պատճառների վերհանումն ու դրանց չեզոքացման ուղղված համակարգային լուծումների մշակումն է, իր սոցցանցերում հայտնել է Սուրեն Պապիկյանը։ Հայաստանը չի վատթարացնում հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ շարունակում է ձգտել բարիդրացիության, իսկ հայ տնտեսվարողների դեմ կիրառվող անարդարացի սահմանափակումները հակասում են երկկողմ հարաբերություններին եւ ԵԱՏՄ կանոններին, հայտարարել է խորհրդարանի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու նա չի ընդհատել, երբ Նիկոլ Փաշինյանը այնպիսի արտահայտություններ է արել ԱԺ-ից, որը իրեն սահմանած բարեկրթության նորմերի մեջ չէր մտնում, Ռուբինյանը նշել է. Որովհետեւ ոչ ոքի ուղիղ չվիրավորեց։
ընդդիմությանը վիրավորելու ուղղ Չէ, բայց ոչ մեկին հասարակական վիրավորանք չհասցվեց, դրա համար չընդհատեցի։ Հարգելի գործընկերներ, դուք ասում եք ձեր վեհապարը պիղծ է, բայց դա կոնտեքստում է, չէ՞, ասում ձեր վեհապարը, որը Աստծո առաջ ուխտ է տվել լինել կուսակրոն չի եւ հետեւաբար զբաղվում է պղծությամբ, հետեւաբար պիղծ է, դրա ի՞նչն է վիրավորանքը։ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊ քննարկումներին, սակայն դե յուրե շարունակում է մնալ կազմակերպության անդամ, հայտարարել է ՀԱՊ գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասատիկովը։ Անդրադառնալով կառույցից Հայաստանի հնարավոր դուրս գալու շուրջ զարգացումներին, Մասատիկովը հորդորել է կանխակալ գնահատականներ չտալ։ Մենք լսել ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։ Ես միշտ ասել եմ, որ այս կամ այն հարցի շուրջ գոյություն ունի ոչ միայն երկրի ղեկավարության, այլև հայ ժողովրդի կարծիքը, նշել է կազմակերպության ղեկավարը, շեշտելով, որ պետք չէ առաջ ընկնել իրադարձություններից։ Чувствует, что за ним стоит вот это самое. Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը խիստ քննադատության է ենթարկել Հայաստանի Եվրոպական միությանն անդամակցելու հեռանկարը, այն որակելով որպես հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին հակասող քայլ։ Պաշտոնական Մոսկվայի պնդմամբ Եվրամիությունը ներկայումս վերածվել է ագրեսիվ հակառուսական դաշինքի, որին միանալը կարող է խարխլել տարածաշրջանային անվտանգությունն ու երկկողմ դաշնակցային կապերը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը միաժամանակ տարակուսանք է հայտնել Երևանի որդեգրած շրջված տրամաբանության կապակցությամբ, ըստ որի իշխանությունները նախատեսում են նախ պաշտոնական հայտ ներկայացնել եւ միայն դրանից հետո հարցնել սեփական ժողովրդի կարծիքը նմանատիպ հիմնարար որոշման նպատակահարմարության վերաբերյալ։ Երեկոյան ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Սևան քաղաքի մի բնակիչ տնից դուրս է եկել, թողնելով ինքնասպանության մասին վկայող երկտող, հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Որոնողական աշխատանքներից հետո քաղաքացուն հայտնաբերել են Սևանա լճում։ Երբ ջրասուզակը լճից դուրս է բերել մարմինը, պարզվել է մահացածի պարանոցին քար է կապված։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ինքնասպանության հատկանիշներով։ Դեպքի այլ հանգամանքներ դեռևս պարզ չեն։ Երևանի Կևյան կամրջի վրա հրդեհ է բռնկվել թիվ 52 երթուղին սպասարկող ավտոբուսում։ Օգնության են հասել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները։ Ուղևորները ինքնուրույն դուրս են եկել ավտոբուսից։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։ Նախնական տվյալով տուժածներ չկան։ Նեպալում ավերիչ ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 95-ի, իսկ աղետի հասցրած տնտեսական վնասը տեղական իշխանությունների նախնական հաշվարկներով արդեն գերազանցում է $1 միլիարդ։ Reuters գործակալության փոխանցման որոնողափրկարարական աշխատանքներում ներգրաված 15 ուղղաթիռների միջոցով առայժմ հաջողվել է փրկել 20 քաղաքացու, սակայն ջրի հզոր հոսքը կարող է տարած լինել շուրջ 1000 մարդու։ Իրավիճակը ծայր է օրացական է նաև Չինաստանի հետ սահմանին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է տրամադրված Գազայում, Լիբանանում եւ այլ ուղղություններով հարցերը լուծելու գործում։ Ես ասացի Թրամփին, որ տարբերակներից մեկը իհարկե Իրանի հետ լավ համաձայնության հասնելն է։ Մենք դրան դեմ չենք, բայց ես պարզապես կասկածում եմ, հնարավոր է համաձայնության գալ այլ խմբավորման, այդ վայրենիների հետ։ Ասում եմ ձեզ, նրանց հետ պայմանավորվելն անհնար է, ասել է Նեթանյահուն։ Ուկրաինան աստիճանաբար կորցնում է դիրքերը Ռուսաստանի դեմ պատերազմում, եւ Կիևն ունի ընդամենը մի քանի ամիս իրավիճակը հոգուտ իրեն բեկելու համար անհրաժեշտ առանցքային որոշումներ կայացնելու համար։ Reuters գործակալության հետ զրույցում նման գնահատական է հնչեցրել Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայել Ֆյոդորովը, մատնանշելով հաղթանակի հստակ հայեցակարգի բացակայությունն ու նորարարական ներուժի սպառումը։ Ըստ պաշտոնաթող նախարարի արմատացած կոռուպցիան, հովանավորչական ցանցերն ու պետական ինստիտուտների քաղաքական կախվածությունը լրջորեն կաշկանդում են երկրի դիմադրողականությունը, ստեղծելով մի օրասական շրջադարձային պահ, որը կարող է կանխորոշել հակամարտության հետագա ընթացքը։ Թեև Ֆյոդորովը դեռևս հնարավոր է համարում Ուկրաինայի հաջողությունը, նա ընդգծել է պատերազմի դադարեցման համապարփակ ռազմավարության անհապաղ մշակման կենսական անհրաժեշտությունը։ Պակիստանի բժշկական գիտությունների ինստիտուտի ծննդատանը տեղի ունեցած հրդեհի հետևանքով 15 նորածին է զոհվել։ Նորածինների պալատում պատահարի պահին գտնվել է 16 երեխա, հաջողվել է փրկել միայն մեկին։ Հրդեհը ըստ աղբյուրների առաջացել է օդորակիչի կոմպրեսորի պայթյունի հետևանքով։